20 տարի առաջ ես հողին հանձնեցի որդուս։ 2 տասնամյակ շարունակ ամեն կիրակի ես կանգնում էի նրա գերեզմանի մոտ։ Նրա հեռախոսահամարը մնացել էր իմ հեռախոսագրքում, որովհետև կոնտակտը ջնջելը թվում էր, թե երկրորդ անգամ եմ կորցնում նրան։ Անցյալ ամիս գիշերը ժամը 2:47-ին հեռախոսը զանգեց։ Էկրանին հայտնվեց նրա անունը։ Ես պատասխանեցի։ Ձայնն ասաց. «Պապ, ես որտեղ եմ»։ Դա նա էր։ Իմ մահացած որդին զանգահարում էր ինձ, շփոթված, վախեցած, հարցնելով, թե ինչու ոչինչ իմաստ չունի։ Ես չէի կարողանում շնչել, չէի կարողանում խոսել։ Նախքան պատմելը, թե ինչ եղավ հետո, ասեք ինձ, թե որտեղից եք նայում, եւ բաժանորդագրվեք, որպեսզի այս պատմությունը հասնի բոլորին։ 20 տարի առաջ ես որդուս հողին հանձնեցի Riverside գերեզմանատանը, կաղնու ծառի տակ։ Նրա մոխրագույն տապանակարի վրա փորագրված էր նրա անունը՝ Michael James Porter, ծնված 1986 թվականի ապրիլի 12-ին, մահացած 2005 թվականի նոյեմբերի 3-ին, 19 տարեկան հասակում, ուղարկավորությունը տևեց 40 րոպե։ Այնտեղ ներկա էր մոտ 30 մարդ։ Նրա մայրը կանգնած էր կողքիս, բայց չէր նայում դագաղին։ Նա անընդհատ նայում էր գետնին։ Քույրը ստիպված էր պահել նրան։ Եկել էին որդուս ընկերները, կարմրած աչքերով երիտասարդ տղաներ, ովքեր չգիտեին ինչ ասել։ Նրանք անհարմար դոփում էին տևում։ Նրանք ցավակցություններ էին մրթմրթում։ 1 տարվա ընթացքում նրանց մեծ մասը դադարեց զանգել։ 2 տարվա ընթացքում նրանցից ոչ ոք այլևս չէր հիշատակում նրա անունը։ Այդպես է աշխատում մահը։ Մարդիկ առաջ են շարժվում։ Նրանք ստիպված են, բայց ես չէի կարող։ Վթարը տեղի էր ունեցել ուրբաթ երեկոյան։ Նա մեքենայով տուն էր վերադառնում աշխատանքից։ Բեռնատարը անցել էր կարմիր լույսի տակով եւ վարորդի կողմից բախվել նրան։ Արվածից նա տեղում մահացել էր։ Այդպես ինձ ասացին ոստիկանությունում։ Ոչ մի տառապանք, ոչ մի ցավ, պարզապես անհետացավ։ Ինձ զանգահարեցին երեկոյան ժամը 11:40-ին։ Ես հիշում եմ ճշգրիտ ժամը, որովհետև նորություններն էի նայում եւ հայացքս գցեցի ժամացույցին, երբ հեռախոսը զանգեց։ Ոստիկանության աշխատակիցն ասաց, որ վթար է տեղի ունեցել։ Նա ասաց, որ ես պետք է անհապաղ գնամ շրջանային ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց։ Ես գիտեի։ Ծնողները միշտ գիտեն։ Ես սլանում էի 145 կմ/ժ արագությամբ։ Ինձ համար միևնույն էր, կջարդվեմ արդյոք։ Երբ տեղ հասա, ինձ տարան առանձին պալատ։ Այդ ժամանակ ես հաստատ հասկացա։ Առանձին պալատներն օգտագործում են միայն վատ լուրերի համար։ Ինձ թույլ տվեցին տեսնել նրան։ Նրա դեմքը վնասված չէր։ Նա կարծես քնած լիներ, խաղաղ։ Ես դիպա նրա ձեռքին, եւ այնտեղ տաք էր։ Ես անընդհատ մտածում էի, որ նա ուրվոր է կարթնանա։ Ես կանգնեցի այնտեղ 2 ժամ, սպասելով, որ նրա կրծքավանդակը կշարժվի։ Այն երբեք չշարժվեց։ Ժամանեց նրա մայրը եւ ճչաց։ Նա գոռում էր այնքան բարձր, որ եկավ անվտանգությունը։ Նա ընկավ։ Նրան ստիպված էին հանգստացնող տալ։ Նա չէր կարողանում ճանաչել մարմինը։ Նա չէր կարողանում ստորագրել փաստաթղթերը։ Ես ամեն ինչ մենակ արեցի։ Ես ընտրեցի դագաղը։ Ես ընտրեցի հողակտորը։ Ես գրեցի մահախոսականը։ Ես ընտրեցի ծաղիկները։ Ես ամեն ինչ անում էի ինչպես երազում, մեխանիկորեն, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Ուղարկավորությունն ավելի վատ էր, քան հիվանդանոցում գտնվելը։ Հիվանդանոցում ես կարող էի ձևացնել։ Կարող էի սխալներ թույլ տալ, բայց ուղարկավորության ժամանակ նրան իջեցրին հողի մեջ։ Ես լսում էի տեխնիկայի աղմուկը։ Լսում էի, թե ինչպես է դագաղը նստում հողի մեջ։ Մարդիկ ծաղիկներ էին նետում կափարիչին։ Նրա մայրը նետեց մի նամակ, որը գրել էր։ Ես ոչինչ չնետեցի։ Ես պարզապես նայում էի։ Երբ բոլորը գնացին, ես մնացի։ Բանվորները ծածկում էին գերեզմանը։ Բահ առ բահ։ Ես նայում էի ամեն րոպեն։ Ինձ պետք էր տեսնել, թե ինչպես է դա ավարտվում։ Ինձ պետք էր իմանալ, որ նա իսկապես այնտեղ է, ներքևում։ Երբ նրանք ամրացրին վերջին հողակույտը, ես վերջապես հեռացա։ 20 տարի ես այցելում էի նրան ամեն կիրակի։ Անձրև, ձյուն, շոկ, կապ չուներ։ Ես ծաղիկներ էի բերում։ Ես խոսում էի նրա հետ։ Ես պատմում էի նրան իմ շաբաթվա մասին։ Ես պատմում էի նրան այն, ինչ չէի կարող պատմել ոչ ոքի։ Նրա մայրը դադարեց գալ առաջին տարուց հետո։ Նա ասաց, որ դա չափազանց ցավոտ է։ Նա ասաց, որ իրեն պետք է առաջ շարժվել։ Մենք ամուսնալուծվեցինք նրա մահից 3 տարի անց։ Վիշտը քանդեց մեր ամուսնությունը։ Նա նորից ամուսնացավ։ Նա եւս 1 երեխա ունեցավ։ Նա նոր կյանք կառուցեց։ Ես չկարողացա։ Ես պահպանեցի նրա սենյակը այն տեսքով, ինչպես նա թողել էր։ Նրա հագուստը կախված էր պահարանում, գրքերը դարակում էին։ Նրա հեռախոսահամարը մնացել էր իմ հեռախոսագրքում։
Ես վճարում էի հաշիվը ամեն ամիս, թեև հեռախոսն անջատված էր։ Ամսական $30, որպեսզի նրա համարը ակտիվ մնար իմ հեռախոսում։ Մարդիկ ասում էին, որ ինձ թերապիա է պետք։ Մարդիկ ասում էին, որ պետք է բաց թողնեմ։ Ինձ համար միևնույն էր, թե ինչ են ասում մարդիկ։ Ես սովորեցի ապրել այդ դատարկությամբ։ Դուք չեք մոռանում երեխայի կորուստը։ Դուք պարզապես սովորում եք զգուշորեն շրջանցել այն փոսը, որը նրանք թողնում են իրենցից հետո։ Դուք սովորում եք գործել, գնում եք աշխատանքի, վճարում եք հաշիվները, ձևացնում եք, թե ամեն ինչ կարգին է, բայց դուք երբեք կարգին չեք լինում։ Յուրաքանչյուր ծննդյան օր, որն անցնում է առանց նրանց, խոշտանգում է։ Ամեն սուրբ ծնունդ, յուրաքանչյուր ձեռքբերում, որին նրանք երբեք չեն հասնի։ Ես տեսա, թե ինչպես նրա ընկերները ավարտեցին քոլեջը, ամուսնացան, երեխաներ ունեցան։ Իմ որդին մնաց 19 տարեկան ընդմիշտ սառած ժամանակի մեջ, որն այդպես էլ տղամարդ չդարձավ։ Ես համակերպվեցի, ես ընտրություն չունեի։ Մահը վերջնական է։ Մինչև անցյալ ամիս, երբ նրա համարը լուսավորվեց իմ հեռախոսի վրա առավոտյան ժամը 2:47-ին։ Անցյալ ամիս, սեպտեմբերի 14-ին, հեռախոսս զանգեց գիշերը ժամը 2:47-ին։ Ես քնած էի։ Ձայնը կտրուկ արթնացրեց ինձ։ Ես վերցրի հեռախոսը մահճակալի կողքի պահարանից և նայեցի էկրանին։ Էկրանին գրված էր. Մայքլ, իմ որդու անունը։ Նրա լուսանկարը կոնտակտներից նայում էր ինձ։ Նկարը նրա 18 տարեկանից էր, ժպտերես, կենդանի։ Ես քարացա անկողնում, բռնած հեռախոսը։ Սիրտս բաբախում էր կրծքիս մեջ։ Սենյակում ցուրտ դարձավ։ Ձեռքերս սկսեցին այնքան ուժեղ դողալ, որ քիչ էր մնում գցեի այն։ Սա չէր կարող լինել։ Համարն անջատված էր արդեն 19 տարի։ Այն մնում էր իմ կոնտակտներում, բայց չէր աշխատում։ Ես փորձել էի զանգել հարյուրավոր անգամներ այս տարիների ընթացքում։ Միշտ պատասխանում էր ինքնապատասխանիչը, ասելով, որ համարն այլևս շահագործման մեջ չէ, բայց հիմա նա զանգում էր ինձ։ Հեռախոսը շարունակում էր զանգել։ 4 զանգ, 5 զանգ։ Ես չէի կարողանում շարժվել։ Բութ մատս կախվել էր պատասխանի կոճակի վրա, բայց ես չէի կարողանում սեղմել այն։ Իսկ եթե սա սխալ է, իսկ եթե սա ինչ-որ մեկի չար կատակն է, իսկ եթե ես պատասխանեմ ու ոչ ոք չխոսի։ 6-րդ զանգին իմ ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Ես սեղմեցի կոճակը։ Ես մոտեցրի հեռախոսը ականջիս։ 3 վայրկյան ես ոչինչ չէի լսում։ Պարզապես լռություն, մեռյալ եթեր։ Հետո ես լսեցի շնչառություն, դանդաղ շնչառություն, արտաշունչ և ներշունչ, հանգիստ, մարդկային, ինչ-որ մեկը կար այնտեղ։ Կոկորդս սեղմվեց, ես չէի կարողանում խոսել։ Փորձեցի ասել բարև, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Հետո հնչեց ձայնը։ Պապ, մեկ բառ, ցածր, շփոթված, վախեցած, որդուս ձայնը։ Ես գիտեմ որդուս ձայնը։ Ես լսել եմ այն ամեն օր 19 տարի շարունակ։ Ես լսել եմ այն երազիս մեջ դրանից հետո 20 տարի։ Դա նա էր։ Ոչ ձայնագրություն, ոչ հիշողություն։ Նա իրականում խոսում էր ինձ հետ հեռախոսով։ Տեսողությունս մշուշվեց, արցունքները հոսում էին դեմքովս։ Ես դեռ չէի կարողանում խոսել։ Մարմինս չէր ենթարկվում։ Պապ, դու այնտեղ ես, հարցրեց նա նորից։ Նրա ձայնը դողաց։ Նա հուսահատ էր հնչում, կորած։ Ես ստիպեցի օդին մտնել թոքերս։ Ես դուրս մղեցի բառերը կոկորդիցս։ Մայքլ, շշնջացի ես։ Իմ ձայնը նման չէր իմ սեփականին։ Լռություն մյուս կողմից, երկար լռություն։ Այո, դա ես եմ։ Որտեղ եմ ես։ Նրա հարցն իմաստ չուներ։ Որտեղ էր նա։ Ինչ հարց է սա։ Ինչ նկատի ունես, հարցրի ես։ Ձայնս դողում էր։ Որտեղից ես զանգում։ Էլի լռություն։ Ես լսում էի, թե ինչպես է նրա շնչառությունը դառնում ավելի հաճախակի։ Խոճապային շնչառություն ես չգիտեմ, ասաց նա։ Ես չգիտեմ, թե որտեղ եմ։ Ոչինչ իմաստ չունի, պապ։ Ինչ-որ բան այն չէ, ամեն ինչ սխալ է զգացվում։ Ես վեր կացա անկողնուց։ Ես միացրի լույսը։ Ինձ պետք էր հստակ մտածել, բայց ուղեղս չէր աշխատում։ Որդիս մահացել էր։ Ես թաղել էի նրան։ Ես տեսել էի, թե ինչպես են նրան իջեցնում հովի մեջ։ Սա չէր կարող տեղի ունենալ։ Մայքլ, ինչ է կատարվում, հարցրի ես։ Որտեղ էիր։ Ես չգիտեի էլ ինչ ասել։ Ինչ են հարցնում մարդուն, ով մահացած է եղել 20 տարի։ Նա մի ձայն արձակեց, որը նման էր հեկեկուցի։ Ես չգիտեմ, ասաց նա։ Ես հիշում եմ վթարը։ Ես հիշում եմ, թե ինչպես բեռնատարը խփեց ինձ։ Ես հիշում եմ, թե ինչպես մահացա։ Ես զգացի դա, պապ։ Ես մահացա, բայց հետո ես արթնացա և ամեն ինչ այլ էր։ Ես ուրիշ տեսք ունեմ։ Ես ինձ ուրիշ եմ զգում։ Ես գտնվում եմ ինչ-որ տեղ, որը չեմ ճանաչում, և մարդիկ անցնում են կողքովս այնպես, կարծես ես այնտեղ չեմ։ Ես փորձում էի հասկանալ,
Ինչ է պատահել, բայց ոչինչ իմաստ չուներ։ Ես գտա հեռախոս, քո համարը միակն էր, որ հիշում էի։ Ծնկներս ծալվեցին, ես ծանր նստեցի մահճակալի եզրին։ Որդիս հիշում էր, որ մահացել է։ Նա գիտեր, որ մահացել է, բայց խոսում էր ինձ հետ։ Ինչպես կարող էր նա խոսել ինձ հետ։ Դու վիրավոր ես, հարցրի ես։ Հիմար հարց։ Նա մահացած է, բայց զանգում է ինձ։ Ոչինչ իմաստ չուներ։ Ոչ, ասաց նա։ Ես վիրավոր չեմ, բայց ես վախենում եմ։ Ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Կարող ես գալ ինձ հետևից, խնդրում եմ։ Նրա ձայնը դողաց խնդրում եմ բառի վրա։ Նա հնչում էր ինչպես փոքր տղա, նորից կորած եւ վախեցած, ով իր հոր կարիքն ունի։ Ասա ինձ, թե որտեղ ես։ Ասացի ես։ Դուր ինձ հասցեն։ Ես անմիջապես կգամ։ Ես չգիտեմ հասցեն, ասաց նա։ Ես շենքում եմ մութ է, այնտեղ բնակարաններ կան։ Ես կփորձեմ գտնել ինչ-որ բան հասցեով։ Ես լսեցի շարժում հեռախոսով, քայլեր, բացվող դուռ։ Հետո կապն ընդհատվեց։ Այդպես պարզապես անհետացավ։ Ես հեռացրի հեռախոսը ականջիցս եւ հայացքս հառեցի դրան։ Զանգի ժամանակաչափը ցույց էր տալիս 9 րոպե եւ 43 վայրկյան։ Ես անմիջապես հետ զանգեցի, հնչեց ձայնագրություն։ Համարը, որը հավաքել եք, այլևս շահագործման մեջ չէ։ Ես փորձեցի եւս մեկ անգամ։ Նույն հաղորդագրությունը։ Ես փորձեցի 15 անգամ։ Ամեն անգամ նույն հաղորդագրությունը։ Իմ մահացած որդին հենց նոր զանգահարեց ինձ, օգնություն խնդրելով, իսկ հետո անհետացավ։ Ես չքնեցի ամբողջ մնացած գիշերը։ Ես նստած էի մահճակալին, հայացքս հառած հեռախոսին, մինչև արևը ծագեց։ Ես նորից ու նորից պտտում էի զանգը գլխումս։ Նրա ձայնը, այն թե ինչպես նա ասաց պապ, վախը նրա տոնայնության մեջ, շփոթվածությունը։ Սա ձայնագրություն չէր։ Ձայնագրությունները չեն տատանվում։ Ձայնագրությունները հարցեր չեն տալիս, ձայնագրությունները կորած չեն հնչում։ Սա իսկական խոսակցություն էր իրական մարդու հետ, ով գիտեր միայն այն, ինչ կիմանար իմ որդին։ Նա գիտեր վթարի մասին, նա գիտեր իմ համարը, նա գիտեր, թե ով եմ ես, բայց իմ որդին մահացած էր։ Ես տեսել էի նրա մարմինը։ Ես դիպել էի նրա սառը ձեռքին հիվանդանոցում։ Ես տեսել էի, թե ինչպես են փակում դագաղը։ Ես տեսել էի, թե ինչպես են նրան թաղում 6 ֆուտ խորությամբ հողի տակ։ Առավոտյան ժամը 6:30-ին ես գնացի գերեզմանատուն։ Ինձ պետք էր տեսնել գերեզմանը։ Ինձ ապացույց էր պետք, որ նա դեռ այնտեղ է։ Առավոտը ցուրտ էր եւ մոխրագույն։ Մարախուղը ցածր կախված էր տապանաքարերի վրա։ Ես կայանեցի եւ գնացի դեպի կաղնու ծառը։ Նրա գերեզմանը ճիշտ նույն տեսքն ուներ, ինչ միշտ։ Մոխրագույն քար, թարմ ծաղիկներ իմ այցից 3 օր առաջ։ Հողը կարծր էր եւ անձեռնմխելի։ Ոչ ոք նրան չէր հանել։ Ոչ ոք չէր դիպել հովին։ Ես իջա ծնկների վրա եւ ձեռքս դրեցի խոտին։ Այն սառն էր եւ թաց ցովից։ Մայքլ, շշնջացի ես։ Դու այնտեղ ներքևում ես, հիմար հարց։ Իհարկե նա այնտեղ էր, ներքևում։ Ես ինքս եմ նրան թաղել, բայց այդ դեպքում ով էր ինձ զանգել։ Ես նստեցի գերեզմանի մոտ 1 ժամ։ Ես չէի աղոթում։ Ես կրոնասեր չեմ։ Ես պարզապես նստած էի այնտեղ, փորձելով իմաստավորել կատարվածը։ Գուցե ինձ թվացել էր, գուցե վիշտը վերջապես կոտրել էր իմ միտքը 20 տարի անց։ Գուցե ես խելագարվում էի, բայց երբ ես ստուգեցի հեռախոսս, զանգը պատմության մեջ էր։ Մայքլի անունը։ Գիշերը ժամը 2:47, 9 րոպե եւ 43 վայրկյան։ Ոչ երազ, ոչ հալյուցինացիա։ Իրականություն։ Ես զանգերի մատյանի սքրինշոթ արեցի։ Ինձ ապացույցներ էին պետք։ Ինձ ապացույց էր պետք, որ ես չեմ կորցնում բանականությունս։ Հետո ես գնացի տուն եւ սպասեցի։ Ես չգիտեի, ինչ անել։ Անցավ 3 օր։ Ոչինչ, ոչ զանգեր, ոչ հաղորդագրություններ։ Ես գրեթե չէի ուտում։ Ես գրեթե չէի քնում։ Ես հեռախոսը ձեռքիս էի պահում ամեն վայրկյան։ Ես վախենում էի ցնցուղ ընդունել, որովհետև կարող էի բաց թողնել զանգը։ Ես վախենում էի տնից դուրս գալ։ Հարևանուհիս թակեց դուռը հարցնելով, թե ամեն ինչ կարգին է ինձ հետ։ Ես չպատասխանեցի։ Ես պարզապես նստած էի հյուրասենյակում, հայացքս հառած հեռախոսիս, աղաչելով նրան զանգել։ 4-րդ օրը գիշերը ժամը 3:05-ին այն նորից զանգեց։ Նրա անունը, նրա լուսանկարը։ Ես պատասխանեցի նախքան առաջին զանգի ավարտը։ Մայքլ, ասացի ես անմիջապես։ Պապ, հնչեց հեռախոսից։ Նա ավելի վատ էր հնչում, քան նախկինում։ Հոգնած, հուսահատ։ Ես մի բան գտա։ Ես գտա հասցեն։ Սիրտս թռավ, որտեղ եմ ես։ Խլեցի գրիչն ու թուղթը սուրճի սեղանից։ Ինչ հասցե է, նա կարդաց դանդաղ։ Riverside պողոտա 4247, բնակարան 8, Մուրֆիլդ, Արևմտյան Վիրջինիա։ Ես գրի առա։
Ձեռքս այնքան ուժեղ էր դողում, որ հազիվ էի կարողանում տարբերել իմ սեփական ձեռագիրը։ Դա երկունահանքեռու է, ասացի ես։ Ինչ ես անում այնտեղ։ Նա մի ձայն արձակեց, ինչ որ միջին բան ծիծաղի եւ հեկեկոցի միջև։ Ես չգիտեմ, ասաց նա։ Ես չգիտեմ, թե ինչպես հայտնվեցի այստեղ։ Ես չգիտեմ, թե ինչու եմ այստեղ։ Բայց պապ, ինչ որ բան իսկապես այն չէ։ Ես դուրս եկա փողոց այսօր, եւ մարդիկ անցնում էին ուղիղ իմ միջով։ Մի կին բախվեց ինձ, բառացիորեն իմ միջով, կարծես ես չկայի։ Կարծում եմ, ես մահացած եմ։ Կարծում եմ, ես ուրվական եմ կամ նման մի բան։ Դու ուրվական չես, ասացի ես։ Ես չգիտեի, ճիշտ է դա թե ոչ, բայց ասացի դա։ Դու խոսում ես ինձ հետ։ Ուրվականները չեն կարող օգտվել հեռախոսներից։ Նա ծիծաղեց, բայց դա կոտրված հնչեց։ Այդ դեպքում ով եմ ես, հարցրեց նա։ Ես նայում եմ հայելու մեջ եւ տեսնում եմ մեկին, ավելի մեծ։ Տեսնում եմ դեմք, որը գրեթե իմն է, բայց ոչ ամբողջությամբ։ Ես այնքան շփոթված եմ։ Ես այնքան հոգնած եմ։ Կարող ես գալ ինձ հետևից, խնդրում եմ։ Ես չեմ ուզում այլևս այստեղ լինել։ Կոկորդս սեղմվեց։ Ես գալիս եմ, ասացի ես։ Մնա որտեղ կաս։ Ես դուրս եմ գալիս հենց հիմա։ Կլինեմ 8 ժամից։ Կարող ես սպասել 8 ժամ։ Լռություն։ Այդ դեպքում կփորձեմ։ Ես վախենում եմ։ Այս 3 բառերը ոչնչացրին ինձ։ Ես գիտեմ, ասացի ես։ Ես էլ եմ վախենում, բայց գալիս եմ, խոստանում եմ։ Կապը նորից ընդհատվեց։ Ես նույնիսկ չփորձեցի հետ զանգել։ Ես գիտեի, որ չի աշխատի։ Դրա փոխարեն ես վեր կացա եւ սկսեցի հավաքվել։ Ես հագուստ նետեցի պայուսակի մեջ։ Վերցրի դրամապանակս եւ բանալիները։ Ես ոչ ոքի չասացի, թե ուր եմ գնում։ Ես չզանգեցի աշխատանքի։ Ես պարզապես նստեցի մեքենան եւ քշեցի դեպի արևմտյան Վիրջինիա։ Որդիս ինչ որ տեղ ողջ է։ Անհնար է։ Խելագարություն է, բայց նա զանգահարել էր ինձ 2 անգամ։ Նա տվել էր ինձ հասցե։ Ես պետք է պարզեի, թե ինչ է կատարվում։ Նույնիսկ եթե դա կործանի ինձ, նույնիսկ եթե ես հետապնդում եմ ուրվականի, ես պետք է իմանայի։ Նախքան մեկնելը ես արեցի մի բան, որը գիտեի, որ խելագարություն կթվար։ Ես զանգահարեցի հեռախոսային ընկերություն։ Առավոտյան ժամը 4:00 էր, բայց նրանց աջակցության գիծը աշխատում է շուրջօրյա, պատասխանեց մի կին, հոգնած ձայնով։ Ես տվեցի նրան իմ հաշվի տվյալները, հետո խնդրեցի գտնել գրառումներ որդուսին համարով։ Նա հարցրեց. Ինչի համար։ Ես ասացի, որ ինձ զանգեր են գալիս դրանից։ Նա ինձ դրեց սպասման ռեժիմի։ Անցավ 5 րոպե, 10 րոպե։ Երբ նա վերադարձավ, նրա ձայնը փոխվել էր։ Շփոթված էր։ Սր, ըստ մեր համակարգի, այդ համարը ակտիվ չի արդեն 19 տարի։ Այն անջատվել է 2006 թվականի մարտին։ Դրա վրա ոչ մի ակտիվություն չկա, ոչ մուտքային, ոչ ելքային զանգեր, տվյալների ոչ մի օգտագործում, ոչինչ։ Դա անհնար է, ասացի ես։ Ես զանգեր եմ ստացել այդ համարից վերջին 4 օրվա ընթացքում։ Ստուդիեք եւս մեկ անգամ։ Նա նորից դրեց ինձ սպասման ռեժիմի։ Այս անգամ անցավ 15 րոպե։ Միացավ ուրիշ ձայն։ Վեկեսիոնալ տղամարդ։ Միստր Փորթեր, ես անձամբ ուսումնասիրեցի հաշիվը։ Համարը, որի մասին հարցնում եք, ապա ակտիվացված է գրեթե 2 տասնամյակ։ Մեր համակարգը ցույց չի տալիս ոչ մի վերջին ակտիվություն։ Հնարավոր է դուք զանգեր եք ստացել այլ համարից, որը սխալ է ցուցադրվել։ Ես զգացի, թե ինչպես է զայրույթը բարձրանում կրծքիս մեջ։ Ես գիտեմ որդուս համարը, ասացի ես։ Այն պահպանված է ինձ մոտ 20 տարի։ Ես հենց հիմա նայում եմ իմ զանգերի մատյանին։ 2 զանգ, 2-ն էլ նրա համարից, 2-ն էլ տևել են մի քանի րոպե։ Ղեկավարի տոնը դարձավ զգույշ, մեղմ։ Այդպես խոսում են մեկի հետ, ում համարում են անկայուն։ Երբեմն վիշտը կարող է ստիպել մեզ տեսնել այն, ինչ չկա։ Հնարավոր է, դուք պետք է խոսեք ինչ-որ մեկի, խորհրդատուի կամ թերապևտի հետ։ Մենք ունենք ռեսուրսներ, որոնք կարող ենք առաջարկել։ Ես անջատեցի հեռախոսը։ Ինձ պետք չէր թերապևտ։ Ինձ պատասխաններ էին պետք։ Ես եւս մի քանի սկրինշոտ արեցի զանգերի մատյանից։ Ես տեսագրեցի հեռախոսս, ցույց տալով զանգերը ամսաթվերով եւ ժամերով։ Ինձ ապացույցներ էին պետք։ Ինձ ապացույց էր պետք, որ ես խելագար չեմ։ Հետո ես նստեցի մեքենան եւ սկսեցի 8 ժամյա ճանապարհորդությունը դեպի արևմտյան Վիրջինիա։ Ես վարում էի առանց կանգառի, միայն լիցքավորման համար։ Ես սուրճ կնեցի ճանապարհային լցակայանից եւ շարունակեցի վարել։ Ամբողջ միտքս խառնաշփոթի մեջ էր։ Ինչ կգտնեմ այդ հասցեով։ Արդյոք Մայքլը այնտեղ կլինի։ Արդյոք այն լքված կլինի։ Արդյոք այնտեղ ընդհանրապես ոչինչ չի լինի։ Իմ մի մասը սպասում էր, որ կժամանի եւ կհայտնաբերի դատարկ տարածք, բայց ես պետք է գնայի։ Ես պետք է իմանայի,
հասցեն դաջված էր հիշողությանս մեջ։ Riverside պողոտա 4247, բնակարան 8, Մուրֆիլդ, Արևմտյան Վիրջինիա։ Ես մուտքագրեցի այն GPS-ի մեջ 8 ժամ 12 րոպե։ Ես դա արեցի 7 ժամ 12 րոպեում։ Ես ժամանեցի առավոտյան 11:47-ին։ Հասցեն ինձ տարավ հին բազմաբնակարան շենքի մոտ, քաղաքի արևելյան կողմում։ 4 հարկ, կարմիր ավյուս, կառուցված հավանաբար 70-ական թվականներին, բայց ինչ-որ բան միանգամից այն չէր։ Առաջին հարկի պատուհանները մեխված էին տախտակներով։ Մուտքի դուռը փակված էր շղթայով և կողպեքով։ Ցանկապատի վրա կախված էր գունաթափված նարնջագույն ցուցանակ, դատապարտված է քանդման։ Անցում չկա։ Նախատեսված է քանդման։ Ստամոքսս կծկվեց։ Այս շենքը լքված էր։ Դատարկ։ Ինչպես կարող էր Մայքլը այստեղ լինել։ Ես կայանեցի փողոցի մյուս կողմում և նայում էի դրան 10 րոպե։ Սա պետք է որ սխալ լիներ։ Հնարավոր է ես սխալ էի գրառել հասցեն, բայց երբ ստուգեցի գրառումներս, ամեն ինչ ճիշտ էր։ Riverside պողոտա 4247։ Սա դա էր։ Ես դուրս եկա մեքենայից և մոտեցա։ Տարածքի շուրջ ցանկապատը ցանցավոր էր, բազմաթիվ անցքերով, որոնց միջով հեշտ էր անցնել։ Ես շուրջս նայեցի, փողոցը խաղաղ էր, ոչ ոք չէր նայում։ Ես սողոսկեցի ցանկապատի անցքով և մոտեցա շենքին։ Մուտքի դուռը փակված էր շղթայով, բայց կողքից ես գտա կոտրված փականով մի տուփ։ Ես հրեցի այն ճռռաց բավականաչափ բարձր, որպեսզի ես քարանայի։ Ես սպասեցի, ներսից ձայներ չկային։ Ես քայլ արեցի ներս։ Խավարի մեջ միանգամից հարվածեց հոտը։ Բորբոս, փտածություն, նեխածոտ։ Ես միացրի հեռախոսի լապտերը և շուրջս նայեցի։ Ես միջանցքում էի պոկված պաստառներով, հետքերով պատված գորգով, պատերին գրաֆիտիներով։ Բնակարանների դռները բաց էին երկու կողմից։ Ես դանդաղ քայլում էի միջանցքով ստուգելով համարները։ Բնակարան 1, բնակարան 2։ Բոլորը դատարկ էին։ Աղբատակին, կոտրված կահույք, անօթևանների և թմրամոլների ներկայության հետքեր։ Այս վայրը լքված է եղել տարիներով, հնարավոր է տասնամյակով։ Ես հասա աստիճանավանդակին և բարձրացա երկրորդ հարկ։ Նույն բանը, անկում, դատարկություն, լռություն։ Ես ստուգեցի յուրաքանչյուր բնակարան։ Ոչինչ։ Ոչ մի նշան, որ ինչ-որ մեկը վերջերս այստեղ է եղել։ Ես բարձրացա երրորդ հարկ։ Ձեռքերս դողում էին, սիրտս բաբախում էր, և այդ ժամանակ ես գտա բնակարանը։ Բնակարան 8-ը գտնվում էր երրորդ հարկի միջանցքի վերջում։ Ի տարբերություն շենքի մյուս բոլոր դռների, այս մեկը փակ էր։ Ամբողջությամբ փակ, առանց վնասվածքների։ 8 համարը ուղիղ կախված էր արույրե դռան վրա, որը հղկված ու մաքուր տեսք ուներ։ Ես կանգնեցի դրա դիմաց մի ամբողջ րոպե։ Յուրաքանչյուր բնած դասում էր ինձ հեռանալ և փախչել, բայց ես եկել էի այստեղ պատասխանների հետևից։ Ես մեկնեցի ձեռքս և պտտեցի բռնակը։ Այն կողպված չէր։ Դուռը բացվեց սահուն, անաղմուկ, առանց ճռռոցի։ Ես հրեցի այն և մտա ներս։ Հետո ես դադարեցի շնչել։ Բնակարանը կատարյալ էր, բացարձակապես կատարյալ։ Այն դեպքում, երբ շենքի մյուս բոլոր բնակարանները ավերված էին և փտում էին, սա այնպիսի տեսք ուներ, կարծես այնտեղ ինչ-որ մեկը ապրում էր։ Պատերը ներկված էին բաց երկնագույն, մաքուր, առանց թեփոտման, առանց ջրից վնասվածքների։ Գորգը բեժ էր և անթերի։ Ես տեսնում էի փոշեկուլի հետքեր, փոշեկուլի թարմ հետքեր։ Օդից բորբոսի հոտ չէր գալիս, այլ օճառի և սուրճի բույր էր գալիս։ Ես առաջ անցա, և ոտքերս թուլացան։ Հյուրասենյակում կահույք կար, շագանակագույն բազմոց, սուրճի սեղան, հեռուստացույց, տակդիրի վրա։ Ամեն ինչ կոկիկ և դասավորված, ինչպես սովորական բնակարանում, ինչպես ինչ-որ մեկի տանը։ Պատերին լուսանկարներ էին։ Ես մոտեցա, և տեսողությունս մշուշվեց։ Դրանք իմ ընտանիքի լուսանկարներն էին։ Ես կինս և Մայքլը։ Նրա մանկության լուսանկարները, նրա առաջին օրը մանկապարտեզում, նրա 10-րդ ծննդյան օրը, Սուրբ ծննդյան առավոտը, երբ նա 12 տարեկան էր, լուսանկար ավագ դպրոցի ավարտական երեկոյից։ Ես ունեի նույն լուսանկարների օրինակները իմ տանը։ Ինչպես էին դրանք հայտնվել այստեղ։ Ով էր դրանք կախել այստեղ, ես դիպա շրջանակին դողացող մատներով։ Ապակին մաքուր էր, առանց փոշու։ Դրանք վերջերս էին կախել։ Ես անցա հաջորդ պատին։ Էլի լուսանկարներ, բայց դրանք ուրիշ էին։ Դրանցում Մայքլն ավելի մեծ էր իր 20, իր 30 տարեկանում։ Լուսանկարներ, որոնք երբեք գոյություն չեն ունեցել։ Լուսանկարներ, որոնք չէին կարող լինել, որովհետև նա մահացել էր 19-ում։ Մի լուսանկարում նա կանգնած էր քոլեջի շենքի դիմաց,
ավարտական հանդերձանքով։ Մյուսում նա նստած էր ռեստորանում ընկերների հետ, որոնց ես չէի ճանաչում։ Մյուսում նա կանգնած էր հենց այս շենքի դիմաց, ժպտալով, կենդանի, մոտ 35 տարեկան տեսքով։ Ես հանեցի հեռախոսս և լուսանկարեցի ամեն ինչ։ Ձեռքերս այնքան ուժեղ էին դողում, որ լուսանկարները մշուշոտ ստացվեցին։ Ես ստիպված էի հենվել պատին, որպեսզի կանգուն մնայի։ Անհնար էր, այս ամենը անհնար էր։ Ես մտա խոհանոց, մաքուր սպասք չորացման դարակում, սուրճի բաժակ սեղանի վրա, շագանակագույն հեղուկի մնացորդներով հատակին։ Ես դիպա դրան, այնտեղ թեթևակի տակ էր։ Ես բացեցի սառնարանը, մթերքներ ներսում, կաթ, ձվեր, սննդի մնացորդներ տարաներում։ Ես ստուգեցի կաթի պիտանելիության ժամկետը։ Այն լրանում էր 5 օրից, թարմ է, վերջերս գնված։ Ինչ որ մեկը ապրում էր այստեղ, ինչ որ մեկը ուտում էր այստեղ, քանդման դատապարտված շենքում։ Ես փակեցի սառնարանը և տեսա մի երկտող, ամրացված դռանը մագնիսով։ Սիրտս կանգ առավ։ Երկտողը գրված էր ձեռքով, վանդակավոր թղթի վրա։ Ես միանգամից ճանաչեցի ձեռագիրը։ Մայքլի ձեռագիրը։ Նույն անփույթ ստորագրությունը, որը նա ուներ միջին դպրոցից։ Ես հանեցի երկտողը սառնարանից և կարդացի այն։ Բայց դու կարդում ես սա, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Ես ուշքի եկա այստեղ 3 շաբաթ առաջ, բացարձակապես չհիշելով, թե ինչպես հայտնվեցի այստեղ։ Ես ունեմ անձը հաստատող փաստաթուղթ, որի վրա գրված է, որ իմ անունը Մարկուս Փոլ է։ Ես 38 տարեկան եմ։ Ես աշխատում եմ գործարանում։ Ես ունեմ բնակարան և կյանք, որը չեմ հիշում, որ ապրել եմ, բայց դա իմ կյանքը չէ։ Ես հիշում եմ, որ ես Մայքլն եմ։ Ես հիշում եմ քեզ։ Ես հիշում եմ մայրիկին։ Ես հիշում եմ, թե ինչպես զոհվեցի այդ վթարում։ Ես զգացի հարվածը։ Ես զգացի, թե ինչպես ամեն ինչ կանգ առավ։ Իսկ հետո ես արթնացա այստեղ, որպես մեկ ուրիշը։ Անցել է 20 տարի, բայց ես դրանից ոչինչ չեմ հիշում։ Մարդիկ այստեղ ճանաչում են ինձ որպես Մարկուս։ Նրանք ճանաչում են ինձ տարիներ շարունակ, բայց ես Մարկուսը չեմ։ Ես Մայքլն եմ քո որդին։ Կարծում եմ, ես պետք է մահացած լինեի։ Կարծում եմ, ինչ որ բան սխալ է գնացել։ Ես չպետք է այստեղ լինեմ։ Խնդրում եմ, օգնիր ինձ հասկանալ ինչ է կատարվել։ Ես կարդացի երկտողը 3 անգամ։ Աչքերս արցունքոտվեցին, մշուշելով տառերը։ Ես զգուշորեն ծալեցի այն և դրեցի գրպանս։ Հետո ես ուղղվեցի դեպի ննջասենյակ։ Դուռը կիսաբաց էր։ Ես հրեցի այն մինչև վերջ և նայեցի ներս։ Մահճակալը կոկիկ հավաքված էր։ Կոմոդ, լուսանկարներով վրան, պահարան, կախված հագուստով։ Տղամարդու հագուստ, մեծ չափսի, L։ Մայքլը կրում էր մեծ չափս։ Պահարանի վրա դրված էին դրամապանակ և բանալիների փունջ։ Ես վերցրի դրամապանակը և բացեցի այն։ Ներսում վարորդական իրավունքներ։ Լուսանկարում մի տղամարդ էր, ով նման էր որդուս ծերացած տարբերակին։ Նույն աչքերը, նույն քիթը, նույն փոքրիկ սպին կզակին, որը հայտնվել էր, երբ նա ընկել էր հեծանիվից 7 տարեկանում, բայց իրավունքի վրա գրված էր Մարկուս Ջեյմս Փոլ։ Ծննդյան ամսաթիվ 1986 թվականի ապրիլի 12։ Նույն ծննդյան օրը, ինչ Մայքլինը։ Հասցեր Ռիվերսայդ պողոտա 4247, բնակարան 8, Մուրֆիլդ, Արևմտյան Վիրջինիա։ Ես նստեցի մահճակալին, որովհետև ոտքերս այլևս չէին պահում ինձ։ Որդիս մահացել է 20 տարի առաջ։ Ես նրան թաղել եմ, բայց ըստ այս իրավունքի, նա ապրել է այստեղ ուրիշ անվան տակ։ Ապրել է մի կյանքով, որը չի հիշում։ Ինչպես է սա հնարավոր։ Ես անեցի հեռախոսս, որպեսզի զանգեմ ոստիկանություն, հետո կանգ առա։ Ինչ եմ նրանց ասելու։ Իմ մեռած որդին ողջ է, բայց չի հիշում, որ ապրում է։ Նրանք կմտածեն, որ ես ֆելագար եմ։ Ես մի կողմ դրեցի հեռախոսը։ Ինձ պատասխաններ էին պետք։ Ինձ պետք էր հասկանալ ինչ է կատարվել։ Նախքան որևէ մեկին ներքաշելը ես անցկացրի այդ բնակարանում 2 ժամ, տակնու վրա անելով ամեն ինչ։ Ես գտա հաշիվներ, հասցեագրված Մարկուս Փոլին վերջին 5 տարվա համար։ Էլեկտրականության, ջրի հաշիվներ, աշխատավարձեր մոնովակցինից։ Ամեն ինչ ցույց էր տալիս կանոնավոր վճարումներ, նորմալ կյանք։ Դարակում ես գտա վարձակալության պայմանագիր, ստորագրված 3 տարի առաջ։ Ստորագրությունը Մարկուս Փոլինն էր, բայց այն գրեթե նույնական էր նրան, թե ինչպես էր Մայքլը նախկինում ստորագրում իր անունը։ Մեկ այլ դարակում ես գտա բժշկական քարտեր, հիվանդանոցային այցելությունների գրառումներ, դեղատոմսեր, թղթապանակ նյարդաբանից։ Ես նստեցի բազմոցին և կարդացի յուրաքանչյուր եջ։ Բժշկական գրառումները պատմում էին անհավանական մի պատմություն։ Ըստ փաստաթղթերի, Մարկուս Փոլը տեղափոխվել էր շրջանային ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց 2005 թվականի նոյեմբերի 3-ին, նույն հիվանդանոցը, որտեղ մահացել էր որդիս։ Նույն ամսաթիվը։
Նույն գիշերը նա ենթարկվել էր ավտոմեքենայի լուրջ վթարի, ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք։ Նա կոմայի մեջ էր եղել 6 օր, երբ ուշքի էր եկել, ունեցել էր ամբողջական ամնեզիա։ Ոչ մի հիշողություն վթարից առաջ կյանքի մասին, ոչ մի հիշողություն իր ինքնության մասին։ Վթարի վայրում ոչ մի փաստաթուղթ չէր գտնվել։ Նա դարձել էր անհայտ։ Հիվանդանոցը պահել էր նրան 3 շաբաթ, փնտրելով ընտանիքին։ Ոչ ոք այդպես չէր արձագանքել։ Ոչ ոք նրան չէր տարել։ Ես կարդում էի բառերը նորից ու նորից։ 2005 թվականի նոյեմբերի 3, գիշեր, երբ մահացավ Մայքլը։ Նույն հիվանդանոցը, վթարի նույն տեսակը։ Ձեռքերս սկսեցին դողալ։ Ես շարունակում էի կարդալ։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրան օգնել էին սոցիալական ծառայությունները։ Նրան տրամադրել էին ժամանակավոր կացարան։ Նրան օգնել էին ստանալ անձը հաստատող փաստաթուղթ այն անունով, որը նա ինքն էր ընտրել՝ Մարկուս Փոլ։ Նա չէր կարողացել հիշել իր իրական անունը, այդ պատճառով ընտրել էր նորը։ Նա աշխատանք էր գտել։ Նա կյանք էր կառուցել 0-ից։ Մի կյանք որպես անծանոթ ինքն իրեն։ Փաստաթղթերը ցույց էին տալիս տարիների թերապիա, դեպրեսիա, տագնապայնություն, տրավմա այն բանից, որ չգիտեր ով է ինքը, բայց նա ողջ էր մնացել։ Նա շարունակել էր ապրել։ Ես գտա այցեքարտ, ամրացված բժշկական քարտին։ Դոկտոր Սարաչեն, նյարդաբան, շրջանային ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց։ Ես անմիջապես զանգը արեցի համարով։ Պատասխանեց քարտուղարուհին։ Ես խնդրեցի խոսել դոկտոր Չենի հետ։ Նա հարցրեց, ինչ հարցով։ Ես չգիտեի ինչ ասել։ Ինձ պետք է հարց տալ նրան Մարկուս Փոլ անունով հիվանդի մասին։ Ես ասացի, որ դա շտապ է։ Դա վերաբերում է 20 տարվա վաղեմության դեպքի։ Քարտուղարուհին ինձ դրեց սպասման ռեժիմի։ 5 րոպե անց գծի մյուս կողմում լսվեց կանացի ձայն։ Սա դոկտոր Չեն է, ում հետ եմ խոսում։ Իմ անունը Դեյվիդ Փորթեր է։ Իմ որդին, Մայքլը, զոհվել է ավտովթարից 2005 թվականի նոյեմբերի 3-ին շրջանային ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցում։ Դուք բուժել եք մի անհայտի նույն գիշերը, նույն վթարը, նույն վնասվածքները։ Նա ուշքի է եկել ամնեզիայով եւ դարձել Մարկուս Փոլ։ Ինձ պետք է իմանալ, ինչ է տեղի ունեցել այդ գիշեր։ Լռություն մյուս կողմից։ Երկար լռություն։ Միստր Փորթեր, վերջապես ասաց նա։ Նրա ձայնը զգույշ էր, անվստահ։ Ես հիշում եմ այդ դեպքը։ Այն ավտասովոր էր։ Մեզ մոտ բերեցին 2 երիտասարդի նույն խաչմերուկից, 1 ժամվա տարբերությամբ։ Երկուսն էլ կրիտիկական վիճակում էին։ Երկուսն էլ ստացել էին ծանր գանգուղեղային վնասվածք։ Մեկը չփրկվեց, մյուսը ողջ մնաց, բայց կորցրեց ամբողջ հիշողությունը իր ինքնության մասին։ Շանս, որ նրանց կարող էին շփոթել, հարցրի ես։ Ձայնս դողում էր, կարող էին նրանց քարտերը խառնվել։ Կարող էր սխալ լինել այն հարցում, թե ով է մահացել։ Նորից երկար լռություն։ Միստր Փորթեր, նրա տոնը փոխվեց, դարձավ պաշտպանողական։ Դուք ենթադրում եք, որ մենք սխալմամբ ենք ճանաչել ձեր որդու մարմինը։ Ես ենթադրում եմ, որ այդ գիշեր ինչ-որ բան սխալ է գնացել, ասացի ես։ Ես ենթադրում եմ, որ տղան, ով ողջ է մնացել, իրականում կարող է լինել իմ որդին։ Ես լսեցի թղթերի խշշոց։ Դա անհնար կլիներ, ասաց նա։ Մենք օգտագործում ենք մատնահետքեր, ատամնաշարի գրառումներ, երբ դրանք հասանելի են։ Մենք թույլ չենք տալիս նման սխալներ։ Բայց դուք չունեիք անհայտի մատնահետքեր, այնպես չէ, ասացի ես։ Նա չուներ անձը հաստատող փաստաթուղթ, դրամաբանակ, ոչինչ։ Դուք երբեք չիմացաք, ով է նա իրականում։ Էլի լռություն։ Միստր Փորթեր, ես հասկանում եմ, որ դուք սգում եք, բայց այն, ինչ ենթադրում եք, պարզապես անհնար է։ Ձեր որդուն ճանաչել եք անձամբ դուք հիվանդանոցում։ Դուք տեսել եք նրան, դուք հաստատել եք նրա ինքնությունը։ Նա ճիշտ էր։ Ես ճանաչել էի Մայքլի մարմինը։ Ես տեսել էի նրա դեմքը։ Բայց ինչ, եթե ես սխալվել եմ։ Ինչ, եթե շոկի եւ վշտի մեջ ես սխալ եմ գործել։ Ինչ, եթե այդ մահճակալի տղան Մայքլը չէր։ Կարող եք հանել այդ գիշերվա գրառումները, հարցրի ես։ Խնդրում եմ, ինձ պետք է տեսնել ամեն ինչ, ընդունման ժամերը, բուժման մասին նշումները, ամեն ինչ 2 հիվանդների մասին էր։ Դոկտոր Չենը հոգոց անեց։ Միստր Փորթեր, այդ գրառումները 20 տարվա վաղեմության են։ Ինձ թույլտվություն պետք կլինի դրանք հանելու համար։ Ինձ պետք կլինի համապատասխան թույլտվություն։ Դա ինչ է, ինչ ես կարող եմ պարզապես տալ։ Իմ հիասթափությունը հասավ գագաթնակետին։ Իմ որդին ինձ զանգել է։ Ես խոսել եմ 2 անգամ անհայտ համարից։ Նա տվել է ինձ հասցե։ Ես հիմա նստած եմ նրա բնակարանում եւ նայում եմ նրա բժշկական թղթապանակներին։ Այդ գիշեր ինչ-որ բան է պատահել։ Ինչ-որ բան, որը ոչ ոք չի հասկացել։ Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ ինչ էր դա։
Գիծը լուր էր այնքան երկար, որ ես մտածեցի նա անջատել է հեռախոսը։ Հետո նա նորից խոսեց, նրա ձայնը մեղմացել էր։ «Տվեք ինձ ժամանակ մինչև վաղը», ասաց նա։ «Ես կգտնեմ այն ամենը, ինչ կարող եմ։ Բայց, միստր Փորթեր, ես պետք է նախապատրաստեմ ձեզ այն հնարավորությանը, որ ձեզ դուր չի գա այն, ինչ կգտնեք։ Երբեմն վիշտը ստիպում է մեզ տեսնել այն, ինչ չկա»։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան եւ ավարտեցի խոսակցությունը։ Հետո ես նստեցի լուր բնակարանում, շրջապատված անհնարին կյանքի ապացույցներով։ Իմ մեռած որդին ապրում էր այստեղ, ուրիշ անվան տակ։ Չհիշելով, որ նա իմ որդին է, եւ ինչ որ կերպ 3 շաբաթ առաջ նա սկսել էր հիշել, ես անցկացրի գիշերն այդ բնակարանում։ Ես չէի կարող հեռանալ։ Ես նստած էի բազմոցին, սպասելով, որ Մայքլը կմտնի դռնից, սպասելով, որ հեռախոսը կզանգի։ Ոչինչ տեղի չունեցավ։ Ինչ որ պահի ես քնեցի։ Երբ արթնացա, արևի լույսը ողողել էր պատուհանները։ Առավոտյան 9:03 էր։ Հեռախոսից վրա 6 բաց թողնված զանգ կար, բոլորը դոկտոր Չենից։ Ես անմիջապես հետ զանգեցի նրան։ Նա պատասխանեց առաջին զանգից։ «Միստր Փորթեր, ես մի բան գտա», ասաց նա։ Նրա ձայնը հնչում էր այլ կերպ, հուզված։ «Կարող եք գալ հիվանդանոց։ Ես պետք է անձամբ ցույց տամ ձեզ»։ Ես գնացի շրջանային ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց, նույն տեղը, ուր եկել էի 20 տարի առաջ, երբ ինձ ասացին, որ Մայքլը մահացած է։ Նույն շենքը, նույն կայանատեղին։ Անցնել այդ դռներով նման էր ժամանակի մեջ հետ վերադառնալուն։ Դոկտոր Չենը դիմավորեց ինձ նախասրահում։ Նա 50 անց էր, մազերը հավաքված էին հետ։ Նա հոգնած տեսք ուներ եւ կարծես նույնպես չէր քնել։ «Հետևեք ինձ», ասաց նա։ Նա աշխարհիկ զրույց չվարեց։ Նա տարավ ինձ մի փոքրիկ աշխատասենյակ 3-րդ հարկում եւ փակեց դուռը։ Նրա սեղանին դրված էին մի քանի հաստ թղթապանակներ եւ նոութբուք։ «Ես ամբողջ գիշեր ուսումնասիրում էի արխիվները», ասաց նա։ Նա նստեց եւ հրավիրեց ինձ նստել դիմացը։ «Այն, ինչ ես գտա, իմաստ չունի, բայց դուք պետք է դա տեսնեք»։ Նա բացեց առաջին թղթապանակը եւ փաստաթղթերը փռեց սեղանին։ 2005 թվականի նոյեմբերի 3-ին այս հիվանդանոց են ընդունվել 2 հիվանդ ավտոմեքենայի վթարներից հետո նույն խաչմերուկում։ Հիվանդ Ան ընդունվել է երեկոյան 11:52-ին։ Կրիտիկական վիճակ, գանգուղեղային զանգվածային վնասվածք, բազմաթիվ ներքին վնասվածքներ։ Նա հայտարարվել է մահացած նոյեմբերի 4-ի գիշերը ժամը 12:17-ին։ Դուք ճանաչել եք այս հիվանդին որպես ձեր որդի Մայքլ Ջեյմս Փորթեր։ Նա հրեց դեպի ինձ փաստաթուղթը, մահվան վկայական։ Մայքլ Ջեյմս Փորթեր, ես տեսել էի սա նախկինում։ Ես տանը ունեի պատճենը արկղի մեջ, որը չէի կարողանում ինձ ստիպել բացել։ Հիվանդն ընդունվել է երեկոյան 11:58-ին, շարունակեց դոկտոր Չենը։ Հիվանդայից 6 րոպե անց, նույնպես կրիտիկական վիճակ, նույնպես ծանր գանգուղեղային վնասվածք, բայց նա բավականաչափ կայուն էր վիրահատության համար։ Մենք վիրահատել ենք 7 ժամ։ Նա ողջ մնաց, բայց ընկավ կոմայի մեջ։ Երբ նա ուշքի եկավ 6 օր անց, նրա մոտ ամբողջական ռետրոգրադ ամնեզիա էր, ոչ մի հիշողություն ոչնչի մասին վթարից առաջ։ Անձը հաստատող փաստաթուղթ չէր գտնվել։ Նա դարձավ մեր անհայտը։ Նա բացեց մյուս թղթապանակը, բժշկական քարտեր, լուսանկարներ։ Սա Մարկուս Փորն է, անհայտը, ով ողջ մնաց։ Նա շրջեց դեպի ինձ նոութբուքը եւ բացեց ֆայլը։ Էկրանին հայտնվեցին լուսանկարներ, կողք կողքի։ Ձախից հիվանդանոցի լուսանկարներ, արված 2005 թվականի նոյեմբերին։ Երիտասարդ տղա հիվանդանոցային մահճակալին, վիրակապերով, կապտուկներով, անգիտակից։ Աչից լուսանկար Մարկուս Փորի վարորդական իրավունքից, արված տարիներ անց։ Նույն տղամարդը ծերացած։ Ես հայացքս հառեցի 2 պատկերներին։ Շնչառությունս կանգ առավ կոկորդիս մեջ։ «Սա իմ որդին է», շշնջացի ես։ Ձախ կողմի դեմքը նման էր Մայքլի դեմքին։ Աչքերը, ծնոտի ձևը, դիմագծեր, որոնք ես կճանաչեի ցանկացած տեղ։ «Սա նա է։ Մայքլն է»։ Դոկտոր Չենը թեքվեց առաջ։ «Միստր Փորթեր, ահա թե ինչն իմաստ չունի։ Ես ստուգեցի ընդունման օրիգինալ գրառումները այդ գիշերվա համար։ 2 հիվանդներն էլ նույն վթարից էին, 2-ն էլ վարում էին տրանսպորտային միջոցներ, որոնք մասնակցել էին նույն բախմանը։ Բայց, ըստ ոստիկանական զեկույցի, այդ գիշեր այդ խաչմերուկում եղել է միայն 1 ավտոմեքենայի վթար։ Բեռնատարը անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել սեդանին։ 1 վարորդ սեդանում, 1 վարորդ բեռնատարում։ Ընդամենը 2 մարդ։ Բայց մենք բուժել ենք 2 հիվանդի, գրեթե նույնական վնասվածքներով, նույն վայրից, մոտավորապես նույն ժամանակ։ Ես չէի կարողանում հասկանալ, ինչ է նա ասում։ «Ինչպես է դա հնարավոր», հարցրի ես։
Նա թափահարեց գլուխը։ Դա անհնար է, եթե միայն ինչ-որ մեկը սխալ չի թույլ տվել զեկույցներում։ Եթե միայն փաստացի չեն եղել երկու առանձին վթարներ մի քանի րոպեի տարբերությամբ, որոնք գրանցվել են որպես մեկը, կամ եթե նա լռեց, եթե ինչ պահանջեցի ես։ Նա անհարմար տեսք ուներ, եթե հիվանդները ինչ-որ կերպ խառնվել են ընդունման ժամանակ։ Դա քաոսային գիշեր էր, բազմաթիվ ծանր վնասվածքներով դեպքեր, գերծանրաբեռնված անձնակազմ։ Եթե երկու երիտասարդ նմանատիպ վնասվածքներով ընդունվել են մի քանի րոպեի տարբերությամբ, եթե նրանց քարտերը անմիջապես ճիշտ չեն մակնշվել, եթե ինչ-որ մեկը ենթադրել է, ով է, դուք ուզում եք ասել, որ կարող էին սխալ մարդու մահացած հայտարարել, ուղիղ հարցրի ես։ Բառերը դուրս էին թռչում բերանիցս դանակների պես։ Դոկտոր Չենի դեմքը գունատվեց։ Ես ասում եմ, որ կարող էր լինել շփոթություն հիվանդների իդենտիֆիկացման մեջ կրիտիկական պահին։ Ես ասում եմ, որ սխալն էր, թեև հազվադեպ պատահում են։ Ես ասում եմ, որ այն տղամարդը, ով ողջ է մնացել որպես անհայտ, ունի արյան նույն խումբը, ինչ ձեր որդին, մոտավորապես նույն տարիքն է։ Ունի նման ֆիզիկական բնութագրեր եւ ըստ ընդունման լուսանկարների նման դիմագծեր, չնայած վնասվածքներին։ Նա հանեց եւս մեկ փաստաթուղթ։ Սա ոստիկանական օրիգինալ զեկույցն է այդ գիշերվա համար։ Նրանում նշված է միայն մեկ զոհ սեդանում։ Մայքլ Ջեյմս Փուրթեր, 19 տարեկան, բայց նրանում նաև նշված է, որ ավտոմեքենայում գտնվել է անձը հաստատող փաստաթուղթ։ Ես ճանաչեցի նրա մարմինը, ասացի ես։ Ձայնս դատարկ էր հնչում։ Ես տեսա նրան։ Ես դիպա նրա ձեռքին։ Դոկտոր Չենը դանդաղ գլխով արեց։ Դուք ճանաչեցիք դեմքի լուրջ վնասվածքով մարմինը։ Ուժեղ հուզական սթրեսի պահին, կեսգիշերին, այն բանից հետո, երբ ձեզ հայտնեցին, որ ձեր որդին մահացած է։ Միստր Փուրթեր, մարդկային ուղեղը նման պայմաններում միշտ չէ, որ պարզ է տեսնում, եւ մենք միշտ չէ, որ կասկածի տակ ենք դնում այն, ինչ մեզ ասում են, երբ դա հաստատում է մեր վատագույն վախերը։ Ես վեր կացա։ Սենյակը թվում էր չափազանց փոքր եւ չափազանց շոկ։ Այսինքն դուք ինձ ասում եք, որ ես թաղել եմ սխալ մարդու, որ ես այցելել եմ սխալ գերեզման 20 տարի շարունակ, որ իմ որդին ողջ է եղել այս ամբողջ ընթացքում, իսկ ես չգիտեի։ Դոկտոր Չենը նույնպես վեր կացավ։ Ես ասում եմ, որ գրառումներում կան անհամապատասխանություններ, որոնք պահանջում են հետաքննություն։ Ես ասում եմ, որ Մարկուս Փոլին հնարավոր է պետք լինի ԴՆԹ թեստավորման ենթարկել։ Ես ասում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել այդ գիշեր, կարող է այնքան պարզ չլինել, ինչպես բոլորը կարծում էին։ Նա մեկնեց ինձ մի թուղթ, վրան գրված հասցեով։ Այստեղ է աշխատում Մարկուս Փոլը։ Moorfield Manufacturing, 3-րդ հերթափոխ։ Նա պետք է այնտեղ լինի այսօր երեկոյան, սկսած 23:00-ից, բայց միստր Փորթեր, դուք պետք է պատրաստ լինեք։ Եթե այդ մարդը ձեր որդին է, նա չի հիշում, որ ձեր որդին է։ Նա ապրել է ամբողջ հասուն կյանքը որպես մեկ ուրիշը։ Նրան մոտենալը կարող է տրավմատիկ լինել երկուսիդ համար էլ։ Ես վերցրի թուղթը, ձեռքերս թմրել էին։ Եթե կա գոնե փոքր շանս, որ նա Մայքլն է, ես պետք է նրան տեսնեմ, ասացի ես։ Ես պետք է իմանամ, դոկտոր Չենը գլխով արեց։ Ես հասկանում եմ։ Ես կազմակերպել եմ ԴՆԹ թեստի հավաքածու։ Եթե դուք կարողանաք նմուշ վերցնել, քսուկայտից կամ նույնիսկ մազեր, արմատով, մենք կկարողանանք համեմատել այն ձեր ԴՆԹ-ի հետ։ Մենք կիմանանք հաստատ 48 ժամվա ընթացքում։ Նա ինձ հանձնեց փոքրիկ պլաստիկե տոպրակ, ներսում ստերիլ տամպոնով։ Ես դրեցի այն գրպանս։ Եվս մեկ բան, ասաց նա, երբ ես շրջվեցի, որ գնամ։ Եթե դա ձեր որդին է, եթե Մարկուս Փոլը իսկապես Մայքլ Փորթերն է, դուք պետք է հասկանաք, որ նա այն մարդը չէ, ում դուք կորցրել եք։ 20 տարի ապրելը որպես մեկ ուրիշը փոխում է մարդուն։ Նույնիսկ եթե ԴՆԹ-ն համընկնի, այն տղան, ում դուք ճանաչում էիք, այլևս չկա։ Ես ուղևորվեցի Moorfield Manufacturing այդ գիշեր ժամը 22:45-ին։ Գործարանը գտնվում էր քաղաքի ծայրամասում, շրջապատված դատարկ դաշտերով։ Մեծ մետաղական շենք, կայանված բեռնատարներով։ Վառ լույսերը լուսավորում էին կայանատեղին։ Ես նստած էի մեքենայում, դիտելով, թե ինչպես են աշխատողները ժամանում գիշերային հերթափոխի։ Տղամարդիկ ջինսերով եւ աշխատանքային կոշիկներով, ձեռքներին լանչբոքսեր։ Ես չգիտեի ինչ տեսք ունի հիմա Մարկուս Փոլը։ Ես ունեի միայն լուսանկար վարորդական իրավունքից եւ լուսանկարներ բնակարանից։ Կճանաչեմ արդյոք նրան, կտեսնեմ արդյոք իմ որդուն անծանոթի դեմքի մեջ։ Ժամը 22:50-ին արծաթագույն Հոնդա մտավ կայանատեղի եւ կայանեց ինձնից 3 տեղ հեռու։ Մեքենայից դուրս եկավ մի տղամարդ, բարձրահասակ, մոտ 185 սանտիմետր հասակով, հագին, ջինս եւ շագանակագույն բաճկոն։
Նա վերցրեց ուսապարկը ուղևորի նստատեղից և գնաց դեպի գործարանի մուտքը։ Ես չէի կարողանում պարզ տեսնել նրա դեմքը մթության մեջ, բայց այն, թե ինչպես էր նա շարժվում, ստիպեց սրտիս կծկվել։ Քայլվածքը, թեթև կորացումը ուսերում։ Մայքլը միշտ այդպես էր քայլում։ Ես դուրս եկա մեքենայից և հետևեցի նրան հեռավորության վրա։ Նա մոտեցավ մուտքին և քայլեց դռան վերևի վառ լամպերի տակ։ Ես կանգ առա։ Ոտքերս չէին շարժվում։ Ես կարող էի պարզ տեսնել նրան, նրա դեմքը, այն ավելի մեծ էր, կնճիռներ աչքերի շուրջ, ավելի ծանր ծնոտ, բայց դա Մայքլի դեմքն էր, 20 տարով մեծ։ Հենց այդպիսին նա կլիներ, եթե ապրեր։ Նույն քիթը, բերանի նույն ձևը, նույնիսկ այն, թե ինչպես նա ձեռքը տարավ մազերի միջով, նախքան դուռը բացելը։ Մայքլը անում էր ճիշտ այդ ժեստը 1000 անգամ։ Ես նայեցի, թե ինչպես նա անհետացավ շենքի ներսում։ Հետո ես կանգնեցի կայանատեղիում լաց լինելով։ Ոչ թե լուր արցունքներ, այլ բարձրաձայն հեկեկոցներ, որոնք ես չէի կարողանում կառավարել։ Իմ որդին ողջ էր։ Նա 38 տարեկան էր։ Նա ողջ էր և աշխատում էր գիշերային հերթափոխով գործարանում։ Ես սպասեցի մեքենայում 3 ժամ, փորձելով որոշել, ինչ անել։ Ես չէի կարող պարզապես մոտենալ նրան։ Ինչ էի ասելու, բարև, ես քո հայրն եմ։ Դու մահացել ես 20 տարի առաջ, բայց իրականում ողջ ես։ Պարզապես չես հիշում։ Նա կմտածեր, որ ես խելագար եմ, կկանչեր անվտանգությանը։ Ինձ նախապացույց էր պետք։ Ինձ պետք էր ԴՆԹ թեստ։ Գիշերը ժամը 2։ 15-ին աշխատողները սկսեցին դուրս գալ ընդմիջման։ Տղամարդկանց խմբեր ծխում էին և սուրճ խմում թերմոսներից։ Հետո ես տեսա նրան, Մարկուս, Մայքլ։ Նա դուրս եկավ միայնակ և գնաց դեպի կայանատեղիի հեռավոր ծայրը, մյուսներից հեռու։ Նա հենվեց ցանկապատին և հայացքը հառեց երկնքին։ Ես դուրս եկա մեքենայից և գնացի դեպի նա։ Սիրտս բաբախում էր այնքան ուժեղ, որ մտածում էի ուշագնաց կլինեմ։ Յուրաքանչյուր քայլը թվում էր անհնար։ Երբ ես 6 մետր հեռավորության վրա էի, նա նկատեց ինձ։ Նա շրջվեց և նայեց ուղիղ ինձ։ Մեր հայացքները հանդիպեցին։ 3 վայրկյան մենք պարզապես նայում էինք միմյանց։ Ես տեսա շփոթմունք նրա դեմքին, հետո ինչ-որ այլ բան, ճանաչում, գուցե, կամ ծանոթություն, որը նա չէր կարող բացատրել։ Կարող եմ օգնել, հարցրեց նա։ Նրա ձայնը, Մայքլի ձայնը, բայց ավելի խորը, ավելի կոպիտ ապրած տարիներից։ Ես բացեցի բերանս, բայց բառերը չէին գալիս։ Դուք լավ եք, հարցրեց նա։ Նա մի քայլ արեց դեպի ինձ, անհանգստությամբ դեմքին։ Դուք այնպիսի տեսք ունեք, կարծես ուրվական եք տեսել։ Այս բառերի հեգնանքը քիչ էր մնում կոտրեր ինձ։ Ներեցեք, հազիվ արտաբերեցի ես։ Դուք պարզապես նման եք մեկին, ում ես ճանաչում էի։ Նա ավելի ուշադիր զննեց իմ դեմքը։ Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, անվստահ, անհանգիստ։ Սա տարօրինակ է, դանդաղ ասաց նա։ Դուք նույնպես ծանոթ տեսք ունեք։ Մենք նախկինում հանդիպել ենք։ Ես գլուխս թափահարեցի, չեմ կարծում, ես այստեղից չեմ։ Բայց ես մոտեցա, բավականաչափ մոտ, որպեսզի տեսնեմ սպին նրա կզակին։ Փոքրիկ սպի հեծանիվի վթարից, երբ նա 7 տարեկան էր։ Այն այնտեղ էր, գունատ, բայց տեսանելի։ Ինչ է ձեր անունը, հարցրի ես։ Մարկուս, ասաց նա, հետո նա հապաղեց։ Մարկուս Փոլ, իսկ ձերը։ Ես քիչ էր մնում ասեի Դեյվիդ։ Քիչ էր մնում ասեի նրան ճշմարտությունը, բայց կանգ առա։ Ջոն, ստեցի ես, Ջոն Ուիլյամս։ Նա գլխով արեց, բայց շարունակում էր նայել ինձ, կարծես փորձում էր լուծել հանելուկը։ Սա խելագարություն կհնչի, ասաց նա, բայց ինձ թվում է, ես ձեզ ճանաչում եմ, կարծես տեսել եմ ձեզ նախկինում։ Գուցե երազում կամ մեկ այլ տեղ։ Կոկորդս սեղմվեց։ Գուցե, շշնջացի ես։ Նա նյարդային ծիծաղեց։ Ներեցեք, ես գիտեմ, դա խելագարություն է հնչում։ Ինձ մոտ վերջերս տարօրինակ երազներ են լինում, շատ վառ։ Մի կյանքի մասին, որը ես չեմ հիշում, որ ապրել եմ։ Ինչ տեսակի երազներ, հարցրի ես։ Նա անհարմար տեսք ուներ։ Սա հիմարություն է։ Երևի պարզապես սթրես է։ Թերապևտս ասում է, որ ուղեղս փորձում է լրացնել իմ ամնեզիայի բացերը։ Ես վթարի եմ ենթարկվել վաղուց։ Կորցրել եմ բոլոր հիշողությունները այն մասին, թե ինչ է եղել դրանից առաջ։ Երբեմն միտքս պատմություններ է հորինում բացակայող մասերը բացատրելու համար։ Նա հոգնած շփեց դեմքը։ Վերջերս երազները շատ ինտենսիվ էին։ Ես տեսնում եմ մարդկանց, ում չեմ ճանաչում, բայց զգում եմ, որ նրանք ընտանիք են։ Ես տեսնում եմ վայրեր, որտեղ երբեք չեմ եղել, բայց զգում եմ, որ դա տուն է։ Եվ կա մի մարդ, ով անընդհատ հայտնվում է։ Ավելի մեծ տարիքի, միշտ տխուր, միշտ հետևում է ինձ։ Կարծում եմ, դա պետք է որ հայրս լինի, բայց ես չեմ հիշում, որ հայր ունենայի։ Ես չէի կարողանում շնչել։
Նա երազում ինձ էր տեսնում։ Ինչպիսի տեսք ունի նա, հարցրի ես։ Երազների հայրը։ Մարկուսը նայեց ինձ երկար հայացքով։ Նրա աչքերը թեթևակի նեղացան։ Ձեր պես, ցածր ասաց նա։ Նա ճիշտ ձեր տեսքն ունի։ Օդը մեր միջև կարծես էլեկտրականացած լիներ, ծանր։ Նա ևս մեկ քայլ առաջ եկավ։ Ո՞վ եք դուք իրականում, հարցրեց նա։ Ինչու է ինձ թվում, որ ես ձեզ ճանաչում եմ։ Ես ուզում էի ասել նրան ամեն ինչ։ Ես ուզում էի գրկել նրան եւ երբեք բաց չթողնել, բայց ստիպեցի ինձ պահպանել հանգստություն։ Ես կորցրել եմ մեկին վաղուց, ասացի ես։ Մեկին, ով նման էր ձեզ։ Ես կարծեցի, թե տեսա նրան ձեր դեմքի մեջ։ Ներեցեք, որ անհանգստացրի։ Ես շրջվեցի, որ գնամ։ Ես պետք է հեռանայի, նախքան լիովին կկոտրվեի։ Սպասեք, կանչեց Մարկուսը։ Ես կանգ առա։ Ինչ էր նրա անունը։ Այն մարդու, ում կորցրել եք։ Ես շրջվեցի դեպի նա, դեպի նրա դեմքը, որդուս դեմքը։ Մայքլ, ասացի ես։ Նրա անունը Մայքլ էր։ Մարկուսը քարացավ։ Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։ Վախ, ինչ որ այլ բան, որը ես չէի կարողանում որոշել։ Դա անհնար է, շշնջացի նա, ինչպես իմացաք այդ անունը։ Սիրտս կանգ առավ։ Ինչ նկատի ունեք, հարցրի ես։ Նա ցնցված տեսք ուներ, գունատ։ Ես ունեցել եմ այդ երազները։ Դրանցում մարդիկ անվանում են ինձ Մայքլ, ոչ թե Մարկուս, Մայքլ։ Ես միշտ արթնանում եմ շփոթված, որովհետև դա իմ անունը չէ, բայց երազներում բոլորը օգտագործում են այդ անունը։ Կարծես դա իմն է։ Նա դողացով ձեռքերով հանեց հեռախոսը։ 3 շաբաթ առաջ ես արթնացա եւ գտա սա իմ նշումների հավելվածում։ Ես չեմ հիշում, որ գրել եմ սա, բայց դա իմ ձեռագիրն է։ Նա շրջեց հեռախոսը դեպի ինձ։ Էկրանին թարթում էին նույն բառերը, կրկնվելով նորից ու նորից։ Ես Մայքլն եմ, ես Մայքլն եմ, ես Մայքլն եմ։ Տասնյակ անգամներ լցնելով ամբողջ էկրանը։ Ես մտածում էի ֆելագարվում եմ, արտաբերեց Մարկուսը, եւ նրա ձայնը կտրվեց։ Ես մտածում էի ամնեզիան խելագարեցնում է ինձ, բայց դուք հենց նոր տվեցիք այդ անունը։ Անծանոթը տվեց անուն իմ երազներից։ Ինչպես է սա ընդհանրապես հնարավոր։ Ես գրպանիցս անեցի ԴՆԹ թեստի հավաքածուն։ Ձեռքերս այնքան ուժեղ էին դողում, որ քիչ էր մնում գցեի այն։ Ինձ պետք է քեզ մի հարց տալ, ասացի ես։ Եվ ինձ պետք է, որ դու վստահես ինձ, թեև դու ինձ բոլորովին չես ճանաչում։ Դու թույլ կտաս վերցնել քեզնից ԴՆԹ նմուշ, ընդամենը բամբակյա տամպոնով քսել այդին։ Դա բոլորովին ցավոտ չէ։ Կտևի 10 վայրկյան։ Մարկուսը նայեց հավաքածուին, հետո ինձ։ Ինչու, հարցրեց նա։ Ինչ է կատարվում։ Ես նայեցի նրա աչքերի մեջ, Մայքլի աչքերի, որովհետև ես կարծում եմ, որ դու իմ որդին ես, ասացի ես։ Ես կարծում եմ, դու Մայքլն ես։ Ես կարծում եմ, դու ողջ ես եղել այս ամբողջ ընթացքում։ Մարկուսը չէր շարժվում շատ երկար։ Նա պարզապես նայում էր ինձ մի արտահայտությամբ, որը ես չէի կարողանում կարդալ։ Վախ, շփոթմունք, ինչ որ բան, նման հույսի։ Քո որդին մահացած է, վերջապես ասաց նա։ Նրա ձայնը անկենդան էր, զգույշ եղիր։ Դու ասացիր, որ կորցրել ես նրան։ Դա նշանակում է, որ նա չկա։ Ես գլխով արեցի, արցունքները հոսում էին դեմքովս, եւ ես չէի սրբում դրանք։ Ես թաղել եմ նրան 20 տարի առաջ, ասացի ես։ Ես տեսել եմ, թե ինչպես են նրան իջեցնում հողի մեջ։ Ես գալիս էի նրա գերեզմանին ամեն շաբաթ 2 տասնամյակ շարունակ, բայց 3 շաբաթ առաջ նա 2 անգամ զանգահարեց ինձ մի համարից, որն անջատված էր 19 տարի։ Նա ասաց, որ չի հասկանում ինչ է կատարվում։ Նա թելադրեց ինձ հասցե, քո հասցեն։ Եվ երբ ես եկա, հայտնաբերեցի բնակարան, լի իմ ընտանիքի լուսանկարներով, քո լուսանկարներով, եւ մի երկտող, իմ որդու ձեռագրով, որտեղ ասվում էր, որ նա այլևս չգիտի ով է ինքը։ Մարկուսը մի քայլ հետ գնաց։ Նրա դեմքը սպիտակեց։ Դա անհնար է, արտաբերեց նա, բայց նրա ձայնը դողում էր։ Դա խելագարություն է։ Ես բարձրացրի ԴՆԹ թեստի հավաքածուն։ Այդ դեպքում ապացուցիր, որ ես սխալ եմ, ասացի ես։ Անցիր թեստը։ Եթե ես ֆելագար եմ, արդյունքը բացասական կլինի, եւ դու ինձ այլևս երբեք չես տեսնի։ Բայց եթե ես ճիշտ եմ, եթե դու Մայքլն ես, միթե չես ուզում իմանալ։ Միթե չես ուզում վերջապես հասկանալ ով ես դու։ Նրա ձեռքը սեղմվեց բերանին։ Նա սեղմեց մատների հոդերը շուրթերին, կարծես փորձելով զսպել բառերը կամ ճիչը։ Ես մահացա, շշնջաց նա, երազում։ Ես հիշում եմ ինչպես էի մահանում։ Ես հիշում եմ վթարը, հարվածը, թե ինչպես ամեն ինչ ընկղմվեց խավարի մեջ։ Ես հիշում եմ, ինչպես էի զգում, որ կյանքս ավարտվում է։ Ես նույնպես, ասացի ես։ Ես հիշում եմ, թե ինչպես ստացա լուրը քո մահվան մասին։ Ես հիշում եմ, թե ինչպես էի ճանաչում քո մարմինը հիվանդանոցում։
Ես հիշում եմ քո հուղարկավորության յուրաքանչյուր վայրկյանը։ Բայց ինչ, եթե մենք երկուսս էլ սխալվել ենք։ Ինչ, եթե այդ գիշեր տեղի է ունեցել մի բան, որը ոչ ոք չի հասկացել։ Մարկուսը փակեց աչքերը, երբ նա բացեց դրանք խոնավ էին։ Եթե դու ճիշտ ես ասում, դանդաղ արտաբերեց նա, եթե ես իսկապես քո որդին եմ, նշանակում է ես կորցրել եմ 20 տարի, 20 տարի կյանք, որը ես պետք է անցկացնեի քեզ հետ, իմ իրական ընտանիքի հետ։ 20 տարի ապրած ոչ իմ կյանքով։ Նրա ձայնը դողաց։ Ինչպես վերադառնամ դրանից հետո։ Մենք կպարզենք միասին, ասացի ես։ Ես մոտեցա եւ նորից մեկնեցի նրան հավաքածուն։ Խնդրում եմ թույլ տուր ինձ վերցնել նմուշը։ Արի իմանանք ճշմարտությունը։ Նա երկար նայեց հավաքածուին, հետո գլխով արեց։ Լավ, շշնջաց նա։ Ես դողացող ձեռքերով բացեցի փաթեթավորումը, հանեցի ստերիլ տամպոնը։ Բացիր բերանդ, ասացի ես։ Նա ենթարկվեց։ Ես զգուշորեն քսեցի նրա այտի ներսի կողմը 10 վայրկյան, ինչպես ասված էր հրահանգում։ Հետո ես դրեցի այն պլաստիկե փորձանոթի մեջ եւ պահեցի գրպանս։ Ինչքան շուտ մենք կիմանանք, հարցրեց նա։ 48 ժամ, պատասխանեցի ես։ Բժիշկը շրջանային հիվանդանոցից կանցկացնի թեստը։ Նա կհամեմատի քո ԴՆԹ-ի հետ։ Մարկուսը գրկեց ինքն իրեն։ Ինչ անեմ մինչև այդ, հարցրեց նա։ Ինչպես գնամ աշխատանքի եւ ինձ նորմալ պահեմ, երբ ամբողջ իրականությունս կարող է սուփ լինել։ Ես չունեի պատասխան։ Կարող եմ զանգել քեզ, հարցրի ես։ Կարող եմ տալ քեզ իմ համարը, որպեսզի մենք կարողանանք խոսել։ Նա գլխով արեց եւ հանեց հեռախոսը։ Ես թելադրեցի նրան իմ համարը, եւ նա պահպանեց այն։ Ինչպես գրանցեմ քեզ, հարցրեց նա։ Այս հարցը ոչնչացրեց ինձ։ Ինչպես զգում ես, ասացի ես։ Ջոն կամ Դեյվիդ, կամ ոչ մի կերպ, մինչև մենք հաստատ չիմանանք։ Նա պահպանեց կոնտակտը որպես Ջոն։ Հետո նա նայեց ինձ մաքուր ցավ արտահայտող հայացքով։ Ես պետք է քեզ մի բան ասեմ, արտաբերեց նա։ Եվ ինձ պետք է որ դու հասկանաս, որ ես սա ասում եմ ոչ թե քեզ ցավ պատճառելու համար։ Ինչ է դա, հարցրի ես։ Նա դողացող շունչ քաշեց։ Եթե թեստը դրական լինի, եթե ես իսկապես քո որդին եմ, ես չեմ հիշում ով էր նա։ Ես չեմ հիշում քեզ։ Ես ապրել եմ որպես Մարկուս Փոր 20 տարի։ Սա միակ կյանքն է, որը ես գիտեմ։ Նույնիսկ եթե ԴՆԹ-ն ցույց տա, որ ես Մայքլ Փորթերն եմ, ես չգիտեմ կկարողանամ նորից դառնալ նա։ Ես չգիտեմ, գոյություն ունի այդ մարդը ընդհանրապես։ Բառերը հարվածեցին ինչպես բռունցքը կրծքին, բայց նա ճիշտ էր։ Նույնիսկ եթե նա Մայքլն է, նա այն Մայքլը չէ, ում ես կորցրել եմ։ Այն 19 տարեկան տղան այլևս չկար։ Ես հասկանում եմ, ասացի ես, ձայնս հազիվ էր աշխատում։ Ինձ պարզապես պետք է իմանալ ճշմարտությունը։ Ինչ էր որ պատահի հետո մենք կհաղթահարենք։ Նա գլխով արեց։ Հետո նա արեց մի բան, որին ես չէի սպասում։ Նա մեկնեց ձեռքը եւ 1 վայրկյան դիպավ ուսիս։ Ցավում եմ, ասաց նա, այն բանի համար, ինչի միջով դու ստիպված ես եղել անցնել, նրա համար ինչ դու կորցրել ես։ Անկախ նրանից, դա նա է թե ոչ, ես ցավում եմ։ Հետո նա շրջվեց եւ գնաց հետ դեպի գործարան։ Ես նայում էի, թե ինչպես է նա հեռանում։ Կանգնած մնացի այդ կայանատևիում մինչև լուսաբաց։ 2 օր անց ինձ զանգահարեց դոկտոր Չենը։ Ես վերադարձել էի այն բնակարան։ Սպասում էի արդյունքներին։ Երբ հեռախոսը զանգեց, ես չկարողացա պատասխանել 3 զանգի ընթացքում։ Ես չափազանց վախենում էի նրանից, ինչ նա կարող էր ասել։ Միստր Փորթեր, արտաբերեց դոկտոր Չենը, երբ ես վերջապես պատասխանեցի։ Նրա ձայնը տարօրինակ էր, լարված։ Արդյունքները եկան։ Ինձ պետք է որ դուք նստեք։ Ես նստեցի բազմոցին, հենց այն բազմոցին, որի վրա գտել էի երկտողը։ Խոսեք, ասացի ես։ Նա լռեց։ Համընկնում է, ասաց նա։ Մարկուս Փոլը ձեր կենսաբանական որդին է։ Մայքլը ողջ է։ Ես չեմ հիշում, թե ինչ ասաց դոկտոր Չենը դրանից հետո։ Կարծում եմ, ես շնորհակալություն հայտնեցի նրան։ Կարծում եմ խնդրեցի նրան ուղարկել ինձ պաշտոնական արդյունքները։ Հետո ես ավարտեցի զանգը եւ նստեցի լռության մեջ 1 ժամ։ Իմ որդին ողջ էր, թեստը դա ապացուցեց։ Մայքլ Ջեյմս Փորթերը չի մահացել 2005 թվականի նոյեմբերի 3-ին, մահացել էր մեկ ուրիշը։ Նրա գերեզմանում թաղված էր անծանոթ մեկը։ Իմ որդին 2 տասնամյակ ապրել էր այլ նահանգում, ուրիշ անվան տակ։ Եվ ես բաց էի թողել ամեն ինչ։ Նրա 20-ամյակը, 30-ամյակը, նրա կյանքի 2 տասնամյակն անցել էին կողքովս։ Ես երբեք դրանք հետ չեմ բերի։ Նա երբեք դրանք հետ չի բերի։ Ես զանգահարեցի Մարկուսին։ Նա պատասխանեց առաջին զանգից։ Դրական է, ասացի ես։ Ձայնս դատարկ էր, անձայն։ ԴՆԹ թեստը։ Դու Մայքլն ես, դու իմ որդին ես։ Լռություն լարի մյուս ծայրում։ Երկար, սարսափելի լռություն։
Հետո ես լսեցի, թե ինչպես են լաց լինում։ Ոչ թե լուր արցունքներ, այլ խորը, ընդհատվող հեկեկոցներ։ Ես չգիտեմ ինչ անել, ասաց նա հեկեկոցների միջից։ Ես չգիտեմ ինչպես լինել նա։ Ես չեմ հիշում նրան։ Ես նույնպես լաց էի լինում։ Մենք խոսեցինք հեռախոսով, միասին լաց լինելով 10 րոպե։ Ոչ ոք ոչինչ չէր ասում, պարզապես շնչում էինք, լաց էինք լինում եւ փորձում գիտակցել այն, ինչ անհնար էր գիտակցել։ Կարող եմ տեսնել քեզ, վերջապես հարցրի ես։ Կարող ենք հանդիպել ինչ-որ տեղ եւ խոսել։ Նա լռեց։ Այո, ասաց նա, այո, ես պետք է քեզ տեսնեմ։ Ես պետք է փորձեմ սա հասկանալ։ Մենք հանդիպեցինք խորտկարանում 2 ժամ անց։ Ես եկա առաջինը եւ նստեցի պատուհանի մոտ գտնվող խցիկում։ Երբ նա մտավ, ես վեր կացա, առանց մտածելու։ Նա տեսավ ինձ եւ կանգ առավ։ Մենք նայում էինք միմյանց ամբողջ ռեստորանի միջով։ Հետո նա մոտեցավ եւ նստեց դիմացս։ Մոտիկից ցերեկային լույսի ներքո ես պարզ տեսնում էի Մայքլին նրա դեմքի մեջ, բայց ես նաեւ տեսնում էի այն անծանոթին, որ նա դարձել էր։ Կնճիռներ, կյանքի հետքեր, ապրած առանց ինձ։ Ես չգիտեմ ինչից սկսել, ասաց նա։ Նրա ձայնը խռպոտ էր արցունքներից։ Ես անցկացրել եմ իմ ամբողջ ասում կյանքը, չիմանալով թե ով եմ ես, եւ հիմա ես գիտեմ, բայց սա իրական չի թվում։ Սա թվում է մի բան, որը պատահել է մեկ ուրիշի հետ։ Ես գլխով արեցի, ես թավել եմ քեզ, ասացի ես։ Ես սքացել եմ քեզ։ Ես գալիս էի քո գերեզմանին ամեն շաբաթ։ Ես պահում էի քո սենյակը ճիշտ այն տեսքով, ինչպես դու թողել էիր։ Իսկ դու այս ամբողջ ընթացքում ողջ էիր։ Նա փակեց դեմքը ձեռքերով։ Ներիր, ասաց նա։ Ես գիտեմ դա ոչինչ չի նշանակում։ Ես գիտեմ, որ ներիրը հետ չի բերի 20 տարին, բայց ես ցավում եմ, որ դու ստիպված ես եղել անցնել դրա միջով։ Դա քո մեղքը չէ, ասացի ես։ Դրանում ոչ ոք մեղավոր չէ։ Ինչ որ բան սխալ է գնացել այդ գիշեր։ Հիվանդանոցը ամեն ինչ խառնել է։ Դու արթնացել ես, չիմանալով թե ով ես, եւ նրանք այդպես էլ գլուխ չեն հանել։ Ոչ ոք մեղավոր չէ։ Բայց նույնիսկ ասելով դա, ես զայրույթ էի զգում հիվանդանոցի հանդեպ, ոստիկանության հանդեպ, նրա հանդեպ, ով կատարել էր սխալը, որը գողացել էր 20 տարի մեզանից։ Ինչ ենք անելու հիմա, հարցրեց Մարկուսը։ Ինչպես ենք առաջ շարժվելու, ես չունեի պատասխան։ Ես չգիտեմ, ազնվորեն ասացի ես։ Դու իմ որդին ես։ Դնաթան դա ապացուցում է, բայց դու նաև Մարկուս Փորն ես։ Դու ունես կյանք, աշխատանք, ինքնություն։ Ես չեմ կարող խնդրել քեզ հրաժարվել դրանից եւ դառնալ մեկը, ում չես հիշում, որ եղել ես։ Նա նայեց ինձ արտասված աչքերով։ Բայց ես ուզում եմ փորձել, ասաց նա։ Ես ուզում եմ իմանալ, ով եմ եղել։ Ես ուզում եմ ճանաչել քեզ։ Ես ուզում եմ հասկանալ այն կյանքը, որը կորցրել եմ։ Նույնիսկ եթե ես երբեք չկարողանամ այն ամբողջությամբ հիշել, ես ուզում եմ փորձել։ Այս բառերը տվեցին ինձ այն, ինչ ես չէի զգացել 20 տարի։ Հույս։ Այդ դեպքում կգործենք դանդաղ, ասացի ես։ Ժամանակ կանցկացնենք միասին, կխոսենք։ Ես կպատմեմ քեզ պատմություններ այն մասին, թե ով ես եղել։ Դու կպատմես ինձ այն մասին, թե ով ես դարձել։ Կզբաղվենք դրանով օր առ օր։ Նա մեկնեց ձեռքը սեղանի վրայով։ Նրա ձեռքը դողում էր։ Ես վերցրի այն։ Նրա ձեռքն ավելի մեծ էր, քան ես հիշում էի, ավելի կոպիտ։ Բայց երբ ես բռնեցի այն, զգացի այն, ինչ կարծում էի այլևս երբեք չեմ զգա։ Որդուս ձեռքը եւ իմը։ Մենք նստեցինք այդ խորտկարանում 4 ժամ։ Ես պատմում էի նրան իր մանկության, իր առաջին բառերի, իր սիրելի խաղալիքների մասին։ Այն մասին, թե ինչպես նա կոտրեց ձեռքը, ընկնելով ծառից, իր ավարտականի քոլեջ ընդունվելու երազանքների մասին։ Նա լսում էր յուրաքանչյուր բառը, կարծես լսում էր պատմություն անծանոթի մասին։ Հնարավոր է այդպես էլ կար, բայց երբեմն նրա աչքերում առկայծում էր ճանաչում, փոքրիկ պահեր, երբ իմ ասած ինչ-որ բան դիպչում էր խորը թաղվածի շողության։ Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով արդեն իսկականից։ Ոչ որպես Ջոն Ուիլյամս եւ Մարկուս Փոր, այլ որպես Դեյվիդ Փորթեր եւ Մայքլ Փորթեր, հայր եւ որդի։ Հաջորդ 3 ամիսների ընթացքում մենք հանդիպում էինք ամեն շաբաթ։ Երբեմն խորտկարանում, երբեմն նրա տանը։ Մի անգամ նա եկավ ինձ մոտ եւ տեսավ իր հին սենյակը։ Նա կանգնած էր դռան մեջ, զննելով պաստառները պատերին եւ գրքերը դարակներին։ Սա նման է թանգարանի, ցածր ասաց նա։ Կարծես ես նայում եմ ցուցանմուշների ուրիշի կյանքից։ Ես պատմեցի նրան իր մոր մասին, թե ինչպես նա նորից ամուսնացավ, ինչպես առաջ շարժվեց։ Նա ասաց, որ դեռ պատրաստ չէ նրան հանդիպել։ Գուցե երբեք էլ պատրաստ չլինի։ Որոշ վերքեր չափազանց խորն էին։ Ես հասկացա։ Ես կապվեցի գերեզմանատան հետ եւ կարգադրեցի զննել գերեզմանը։ Այնտեղ թաղված մարմինը ստուգվեց։
Այն պատկանում էր 19 տարեկան մի երիտասարդի Քրիստոֆեր Հեյս անունով, փախած դեռահասի առանց ընտանիքի, ում ոչ ոք չէր փնտրում։ Նա մահացել էր իմ որդու փոխարեն եւ թաղվել էր իմ որդու անվան տակ։ Ես կարգադրեցի տեղափոխել նրա աճյունը իսկական գերեզմանատեղի, իր անունով տապանաքարի վրա։ ԴՆԹ արդյունքները ստանալուց հետո զանգերը դադարեցին։ Մայքլի համարը այլևս չէր պատասխանում։ Ինչն էր, որ առաջացրել էր դա, ինչն էր, որ ստիպել էր անհնարինին հատել 20 տարին մեզ միավորելու համար, ամեն ինչ ավարտվեց։ Ես նրան տուն բերեցի։ Ոչ այնպես, ինչպես ես պատկերացնում էի։ Ոչ որպես կորած տղայի, այլ որպես տղամարդու, որ նա դարձել էր։ Մենք երբեք հետ չենք բերի կորցրած ժամանակը։ Մենք երբեք չենք ստանա այդ 20 տարիները։ Բայց մենք ունենք ներկան։ Մենք ունենք վաղը։ Մենք ունենք երկրորդ շանս, որը չպետք է լիներ։ Ես թաղեցի որդուս 20 տարի առաջ։ Ես սքացի նրան։ Ես գալիս էի նրա գերեզմանին։ Ես մտածում էի, որ նա գնացել է ընդմիշտ։ Նա զանգահարեց ինձ հանդերձյալ կյանքից եւ ասաց, որ պարզապես կորել է։ Եվ ես նրան տուն բերեցի։